Ստամբուլում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Խանդանյանն իր ելույթը պատմական է որակել, նշելով, որ խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ է հայտարարվում խաղաղության հաստատման մասին։ Ընդգծել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության հռչակագիրը ամուր հիմք է դրել, հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա։ Նա առանձնացրել է Թրիպուղու իրագործումը խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում, որն ըստ Խանդանյանի Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպային։ Որպես վստահության ամրապնդման քայլ, Խանդանյանը կարևորել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ դիմումի հիման վրա ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարումը։ Այսօր այս խորհրդարանական վեհաժողովի պատմության մեջ առաջին անգամ ես պատիվ ունեմ ուրախությամբ հայտարարելու, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված պատմական խաղաղության հռչակագիրը ամուր և իրական հանձնառություն է երկու երկրների կողմից առաջ մղելու խաղաղության գործընթացը և վերջապես փակելու հակամարտության էջը։ Այստեղ Թուրքիայում գտնվելով չեմ կարող չարտահայտել իմ լավատեսությունը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես շուտով կբերի դրական արդյունքներ։ Այժմ ընթացող կառուցողական և ակտիվ քաղաքական երկխոսությունը մեզ հույս է տալիս, որ այն շուտով կվերածվի մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացման, սահմանների բացման և ավելի լայն համագործակցության։